Եթե բոլորը նման մտածեն, երկրում կլինի խաղաղություն, իրար հարգեն, իրար սիրեն, ոչ մեկ իրար ոչ հարգում են, ոչ սիրում են։ Մի փոքր արա բառից սկսվում է պատերազմը։ Քաղաքացին շատ ճիշտ է նկատում։ Մեզ պետք է համընդհանուր հարգանք միմյանց նկատմամբ եւ համերաշխություն։ Բայց դա չի նշանակում, որ բոլորս պետք է նույն կերպ մտածենք։ Ժողովրդավարական պետությունում մարդիկ կարող են չսիրել Նիկոլ Փաշինյանին, Արման Բաբաջանյանին կամ որևէ այլ քաղաքական գործչի։ Դա բնական է, բայց կա մի սահման, որտեղ քաղաքական տարբերությունը պետք է ավարտվի եւ սկսվի պետական միակամությունը։ Այդ սահմանը Հայաստանն է, հանրապետությունն է, անկախությունն է։ Մենք կարող ենք տարբեր հայացքներ ունենալ, բայց չենք կարող կասկածի տակ դնել Հայաստանի անկախությունը։ Չենք կարող մտածել, որ Հայաստանը կարող է լինել որևէ այլ երկրի, այդ թվում Ռուսաստանի ծայրագավառը։ Հայաստանը մեր տունն է։ Տան ներսում կարելի է վիճել, բայց տունը ուրիշին հանձնելու իրավունք ոչ ոք չունի։ Նույնը վերաբերում է սահմանադրությանը։ Օրենքը պետության ողնաշարն է։ Եթե այն կոտրվում է, պետությունը կորցնում է կանգնելու կարողությունը։ Չի կարելի սահմանադրությունը խախտելով հավակնել ներկայացնել ժողովրդին որպես падգամավոր կամ ղեկավարել երկիրը որպես վարչապետ։ Մեզ պետք է համերաշխություն պետության, եկեղեցու, սփյուռքի, մեր ազգի բոլոր հատվածների միջև, բայց այդ համերաշխության հիմքը պետք է լինի անկախ Հայաստանը, օրինականությունը եւ հանրապետության հանդեպ համընդհանուր հարգանքը։